Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Եկեք միասնապար շարունակենք սերդել Սուպրիկոր Նարեգացի Մադյան ողբերգության աղոթագիրքը։ Հասած ենք սերդելու 48-րդ գլխու 3-րդ մասը։ Նախ սիրելիներ, եկեք ունգընտրենք մեր ոսկեղնիկ քրափարով Սուրբ Նարեգացի աղոթքը իր սրդի խորերեն Աստուծո փարսացուցած։ Տեսեք սիրելիներ, ինչ քեղեցկահույս շարատրությամբ Սուրբ Նարեգացին Աստուծո հետ խոսի մեր հայոց ոսկեղնիկով քրափար լեզվով։ Փան խե ըտ քիմմաս ի խորոց սրդից խոսքն Աստուծո։ Զարմանամ, վհադիմ դարագուսյալ ապշուկյամբ, զիթենա այնքան կթյաց, ինձ զինչ բադահեսցե, զիարդ անգավ ամպարցյալն, զիարդ սասանեցավ հաստադյալն, զիարդ գործանեցավ գարուցյալն, իպր օդարացավ ձանուցյալն, զիարդ զագադեցավ զավագն ընդրության, զիարդ սրացավ մերցավորն, զիարդ աղոդացավ փայլեցյալն, զիարդ բադանտեցավ ազադյալն, զիարդ անօրինեցավ ուսուցիչն, զիարդ նվաղեցավ հրճագյալն, զիարդ անարգեցավ փարավորն, զիարդ փոքրգացավ մեծադունն, զիարդ ամպարշտեցավ փարեբաշտն, զիարդ ամպար հավաջեցավ ընդրողն, զիարդ ունայնացավ բադարունն, զիարդ գդրյաց զուխտն, որ ընդ պարսրելույն, բատգարեմ ասել, թեև ընդ սանթարամեդականին գապեցավ, զիգայր նորա և գրոց, ուստի սերն ընդ բատկերած, վասներ գամքն ընդ խդրանած, զիարդ ոչ հիշեցավ հանդիմանությունն Սամվելի արսավուղ եղյալ, հմայք ասե մեղքեն, և ցավս և աշխատություն ածե թերապ ի վերա, զիարդ ոչ հայրենի հանդիմանությունն, գուրկ ասե հետանոսած, թևք և անշունչկեն, և նման նոցա լիցին բաշտոնյայք նոցա, դեր միայն ածերըզ նոսա, Մովսես նախակրյալ հարաճացայն ծախանոք, սաստիգս իմն ամպաստանե, ոչ էր ընտնոսա ասե աստվածս օդարոդիս, զոր ոչ ջանաչեին հարկ նոցա, ուր է մահամադույց այլազնյա արծանն փակով վրա, ուր դքեղն և ամբանձալին սիտոնացվոց, իքական ամենանզով ծուլածույն, ուր գանացի գերբին, անկրելին խայդարագություն զազիր դեսագին, որով ամոթո մարգարեքն, զանասնորեն թիմեցումն, անխդրապար հանուն չարության անժուժգալ թիվին, անաստվածապար ծոնյալ մոլեին, դարավ զեյություն բարեպաստությանն, որ ըզնախնին որսած իգորուստ, հաղթյաց մեծությունն իմաստիցն առավելության, քերյաց քորոզությունն, հիմարեցույց փափկությունն, վանյաց արձատն ծարայեցուցիչ, հոգի թադեցավ զայրն դոների հին զենն գործանողին, ի կրգացն Աստուծո հանյալ, ի հոդս ստամպագին կտեցույց, մերույց մեղգությունն, թմբրեցույց ձուլությունն, արպեցույց շվայդությունն, ով թյուրաբադիր մարմին երգրածին, որով ցայնարգությանբք ըզքեզ ավաղեցից, քանզի ոչ դիրաբես առնա հանդիպի ընտիմապանությունս, այլ ամենից սխալողած գամավ ռիբելոց, վասնզի նովավ է իմանալ, թե անիրավ է բարձել հիմաստս մարնո, եթե ոչ Աստուծով թադյալ ընտրեսի, որ զիթե արայս պայմանի հիմար ոք իցե, և ի հասչին գամս հուսասի, ոչ ևս ի նորայոց անդի ինչ գրեսե։ Սիրելի քույրեր եղբայրներ, ամեն անգամ գուզեմ ցեզի քրափար բնակիրը ընթերցել, որովհետև քրափար բնակրեն նախ որ եղանակավորումը բանաստեղծության, որ Սուրբ Նարեգացին բանաստեղծական շունչով գրած է այս ամբողջ աղոթքը, գլսեք,
Սակայն քրապարի մեջ այնպիսի զորություն կա, փարերը այնպիսի ուշքնություն ունին սիրելներ, որով երանի թե այսօր մեր ժողովրդի զավակները հասկանային քրապարը եւ վայելեին այդ ամբողջ զորությունը։ Ամենայն Փառք Աստուծո, որ ձեր ցերկերու մեջ ունիք աշխարհապար թարգմանությունը, լա արևելահայ թարգմանություն, լա արևմտահայերեն թարգմանություն, եւ անպայմանորեն գարտացեք նարեգացին։ Հեշտ չէ հասկանալը, բայց սիրելիներ, քանի որ այս կորձը ծերնարգած եմ եւ ամեն բادرաստության ընթացքին Սուրբ Հոգի իմաստությունը կխնդրեմ, որբեսի միտքս բարձե հասկանալու այս աղոթքը եւ նաեւ մշտապես կխնդրեմ Սուրբ Նարեգացին բարեխոսությունը, որբեսի ինձ իր հոգին մեջ առնե եւ կարողանամ իր հոգի մեջ տապանցել եւ տեսնել, որ ինչ ասել գուզե, գրծածից չափ, իմ մարդկային դգարությանս չափ, իմ դկիդությանս չափով, որովհետեւ սիրելիներ անհուն գիտություն է ասիգա, իսկ իմ ունեցած գիտությունս շատ ամփոփ, շատ սահմանափակ, սակայն սիրելիներ կփորձեմ բացատրել ցեզի այս բոլորը, որբեսի դուք կարողանաք ավելի հասկանալի ձևով ընթերցել եւ ոչ միայն աչքով ընթերցել այս աղոթները Սուրբ Նարեգացի գրած, այլ մանավանդ ձեր հոգիի մեջ առնել, զանոնք եւ ձեր արյունին մեջ են, ձեր երակներուն մեջ են այդ աղոթները դուք սիրելիներ առաստված ձեր սրտի խորերեն բարձրացնեք։ Ուրեմն, երբ այս գլուխը սկսանք սերդել, 48-րդ գլուխը, տեսանք թե ինչպես Սուրբ Նարեգացին գսե դիրոջ դեր գսե քու ողորմությանդ արժանացուրզիս եւ գսե եւ օրինակ մը գառնե Սողոմոնի օրինակը, որովհետեւ գսե Սողոմոնը իր աբրած կյանքով, իր գդարած բազմաթիվ մեղքերով ամենեն գդարյալ օրինակն է Նարեգացին գսե իմ անձիս, որովհետեւ գսե Սողոմոնը ինք, որ նախաբես Աստվածաբաշտ էր, թշպախտապար ինք դարձավ գրաբաշտ, ինքը որ Աստուծո ժողովրդին օրինակ էր, թշպախտապար Աստուծո ժողովուրդը մոլորեցուց, եւ այդ բոլորի մեջ գսե Նարեգացին ես իմ անձս կտեսնեմ, եւ հիմա սիրելիներ կշարունակեն նույն այս խաղապարը, նույն այս օրինակը Սողոմոնի կյանքեն առնված, եւ հիմա ավելի գխորացնե սիրելիներ, որբեսի վերջավորության ոչ թե ընտիմախոսե Սողոմոնին, ոչ թե դադարդե Սողոմոնը, ոչ, այլ Սողոմոնի կյանքի այս օրինակները մեջտեղ գբերե սիրելիներ, այսպես գբացահայտե այդ բոլորը ցույց տալու համար, որ մենք Սողոմոնի նման ենք, բոլորս, որ գամովին մեղքեր գործենք, նման ենք Սողոմոնին, նման ենք, մարդը մարդուն նման է, եւ հետեւաբար բոլորս արժանի էինք մավան դադարդվելու, սակայն Դեր Հիսուս Քրիստոս ողորմեցավ մեզի, Հայրը սիրեց մեզ, իր որդին ղրգեց, եւ Հիսուս աշխարհ եկավ, ու մեր բոլորի մեղքերը իր վրա առավ, խաչին վրա դադարդվեցավ, եւ դադարդեց մեր մեղքը, բադրեց մեր մեղքը, մեղքի բարդամուրհակը խաչին վրա, եւ մեզի շնորհեց թողություն։ Ահա սիրելիներ, այս բոլորը Սուրբ Նարեգացին գսե, որբեսի չլա որ հանգարց մեկը հբարդանա եւ գարձե որ ինք արդար է, չգա արդար մարդ։ Ամենքս եթե Սողոմոնը, որ Աստվածային Աստուծո գոմե իմաստությունը ստացավ եւ Աստուծո սիրելի զավակ էր, բայց դժբախտաբար շեղեցավ, Աստված մի արասե, գրնանք մենքալ, ովև մեկ ժամանակ շեղիլ եւ ինալ ահավոր մեղքերու մեջ։ Հիմա սիրելիներ, բաժին առ բաժին երբեմն դող առ դող գարնեմ, թարգմանեմ եւ կբացատրեմ ցեզի։ Գսենախ Նարեգացին, գզարմանամ ու գվահադիմ ապշած դարագուսանքով, որ եթե այնքան սայթակեցավ, հաբա ինձի ինչ պիտի պատահի։ Սուրբ Նարեգացին սիրելիներ, ահա Սողոմոն իմաստունի այս կյանքի օրինակը առնելով, գսկսի մտածել, Սողոմոն որ այդքան իմաստուն էր, բայց դժբախտաբար ինք սայթակեցավ, շեղեցավ, մոլորեցավ, ինքավ մեղքերու մեջ։ Եվ հիմա Նարեգացին գսե գզարմանամ, որ Սողոմոնը իր ունեցած այդքան իմաստության ինք շեղեցավ, բայց մյուս կողմեն ալ գսե, գվահադիմ, գհուսահադիմ։ Ինչու, որովհետև գսե, եւ ապշանքով, դարագուսանքով
գնային, որ եթե ինքը Սողոմոնը, որ Աստուծո կողմէ այդքան քերազանց իմաստություն ունենալով հանդերձ շեղեցավ, սայտակեցավ, հապա գսե ինձ ինչ պիտի բադահի։ Ես որ իմաստություն չունիմ, Սողոմոնը որ հզոր էր եւ սայտակեցավ, ես որ դգար եմ ինչ պիտի լա, Սողոմոնը իմաստուն էր եւ սայտակեցավ, ես որ ամիդ եմ ինչ պիտի լա։ Եվ սիրելիներ, եթե սուրբ նարեկացին այդպես կսե, հիմա ես ալ ճիշտագարակը գսեմ, եթե սուրբ նարեկացին որ սուրբ էր եւ այդպես կմտածի, հապա ես ինչ մտածեմ իմ անձիս մասին։ Դուք ինչ մտածեք ձեր անձերու մասին։ Մենք սիրելիներ ինչ մտածենք, երբ որ մեղքերով լեցուն ենք։ Ինչ պիտի բադայի ուրեմն մեզի հետ։ Մենք որ Աստուծո կողմէ այդ մեծ իմաստությունը չունեցանք, ինչ որ Սողոմոն ունեցավ։ Անոր համար է որ սուրբ Ներսես Շնորհալի Հայրաբեդին հետ միշտ կսենք իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն։ Ով հորը իմաստությունը Հիսուս, ինձ իմաստություն դուր։ Անոր համար սիրելիներ, առաքյալը գսե, ան որ գսե իմաստություն չունի, Աստուծմե թող խնդրե, երկնային իմաստություն, ոչ թե երկրավոր իմաստություն, ոչ թե մարմնավոր իմաստություն, որովհետև այս հատվածի վերջավորությամբ պիտի տեսնենք, որ մարմնավոր իմաստությունը մարդս չի բրգեր, ընդհակառակը կգործանե, կհբարդացնե, փարամոլության, հբարդության առաջնորդ է։ Եվ հաջորդող դողերու մեջ սիրելիներ պիտի տեսնենք, որ սուրբ նարեկացին ինչ պիտի ցույց տա թե Սողոմոնը ինչ բարձրության վրա էր եւ դժբախտաբար ինչպես այդպես ինգավ ուրգե ուր հասավ։ Սկսենք։ Ինչպես վար ինգավ բարձրացածը, ինչպես սասանեցավ հաստատվածը, ինչպես գործանեցավ գառուցվածը, ինչպես օդարացավ ջանցվածը, ինչպես մոլեկին հիմարացավ ընդիր զավակը, ինչպես տողեց հերացավ մերձավորը, ինչպես աղոդացավ լույսի պես փայլողը, ինչպես բադանտ դրվեցավ ազատվածը, ինչպես անօրինեցավ ուսուցիչը, ինչպես անշքացավ հրճակվածը, ինչպես անարգ դարձավ փարավորվածը, ինչպես փոքրգացավ մեծադունը, ինչպես ամպարշտացավ բարեբաշտը, ինչպես ամպարդավան դարձավ ընդրել քիծողը, ինչպես թադարգացավ ունայնացավ լիուլի լծվածը, ինչպես խզեց Փարսիալին հետ ըրած իր ուխտը։ Իսկապես սիրելիներ, երբ կգարտանք Սողոմոն իմաստունի կյանքը եւ կտեսնենք թե Սողոմոնը ինչ օրտություններու արժանացավ Աստուծո կողմէ եւ ապա կտեսնենք անոր հետագա կյանքը թե ինչպես այդ օրտություններեն ինքը զրկվեցավ Աստուծո ջամփեն շեղելով մոլորվելով եւ փոխանակ զաստված բաշտելու սկսավ գուրքեր բաշտել եւ իսկապես մենք ալ գապշինք կզարմանանք Սողոմոնի կյանքը տեսնելով եւ կզարհուրինք տեսնելով որ մարդը ինչ բարձունք է գրնա իսկապես ներքև հասնել Աստուծո մեհրանալով հիշեցեք Ադամն ու Եվան Թրախտի փապկության մեջ կապրեին որքան բարձր էին սիրելիներ սակայն մեղանչելով ինգան ամբողջությամբ ահա սուրբ նարեկացին հիմա Սողոմոնի կյանքը դիտելով տեսնելով թե ինչպիսի անգում ապրեցավ Սողոմոնը գխորտածե եւ կսկսի հարցումներով սիրելիներ ցույց տալ որ Սողոմոնը ինչու համար Սողոմոնին հետ այդ բոլորը բադայեցան եւ գսե ինչպես ինգավ Սողոմոնը որ Աստուծո գոմե բարձրացած էր ինչպես սասանեցավ այսինքն խախտեցավ թղրտած սարսրած իր ոտքին դակ ան որ ամուր հաստատված էր ինչպես գործանեցավ ան որ անհողթողտ կանգնած էր գառուցված էր ամուր ժայռի պես գառուցված էր ինչպես
թղրտեցավ, ինչպես սարսրած, ինչպես գործանեցավ։ Ինչպես ինք որ ջանցված էր գսեն արեգացին, հանգարց, խորտացավ, ձանոթը օդարացավ։ Ինչպես ինք որ ընդիր էր, ընդրյալ զավակ էր, զադագեցավ, քրապարով զադագիլ գնշանագե սիրելներ, մոլեկնիլ, հիմարանալ, հիմարացավ, ինքզինքը չար գիրկերու դվավ, իքասեր դարձավ սիրելներ գանանց յետևեն կնաց, եւ այդ բաժարով թշպախտապար մոլորեցավ։ Ինչպես Աստուծո մոդիկ եղողը գսեն արեգացին շարունակե, Աստուծո մերձավորը թողեց եւ հեռացավ, անարակ որդիի նման։ Եվ այս բոլորի մեջ միան Սողոմոնը մի տեսեք սիրելներ, տեսեք, մենք մեզ տեսնենք։ Ինչպես լույսի պես, ջաջանչի պես փայլողը աղոդացավ, մտակնեցավ։ Ինչպես չարին մեղքին բադանտ դրվեցավ, քերի դարձավ չարին, ինքը որ ազատ էր, ազատված էր։ Ինչպես անօրինեցավ ուսուցիչը գսեն արեգացին, այսինքն ինք որ ուսուցիչ էր, գուսուցաներ ուրիշներուն, գսորվեցներ, նույնիսկ հերավոր երգիրները մարդիկ ու կային սորվելու Սողոմոնեն, թաս առնելու, խրատ առնելու, խոսքել լսելու, ինչպես եղավ որ ինք անօրինեցավ ուսուցիչը եւ ինք որ Աստուծո օրենքը գսորվեցներ ուրիշներուն, ինքը Աստուծո օրենքեն շեղեցավ։ Ինչպես անշքացավ, վայելչա զրկվեցավ, հրճակվածը, Սողոմոնին անունը հրճակված էր աշխարհով մեկ, նույնիսկ Սապայի թակուին եկավ իր մոտ զինք տեսնելու եւ իր մեջ խրատ լսելու, ինչպես եղավ որ հրճակվածը ինք սիրելներ վայելչա զրկվեցավ, անշքացավ, ինչպես անարգ դարձավ փարավորը, ինք որ փարավորված էր, փարավոր կյանքով գաբրեր եւ անարգ դարձավ, ինչպես բզդիկցավ, փոքրացավ, աղկադացավ մեծադունը հարուստը, հոգիով հարուստ էր, աղկադացավ, ինչպես ամբարշտացավ, անորեն դարձավ, գրոնին թեմ, ինք որ բարեբաշտ էր, անբարեբաշտ դարձավ, անորեն դարձավ, ինք որ աստվածաբաշտ էր, գրաբաշտ դարձավ, ինչպես եղավ, ինչպես ամբար հաջեցավ, այսին ամբարդավան դարձավ, հբարդացավ, մեծամիտ դարձավ, ինք որ գիտեր բարին ու չարը ընտրել, գիտեր բարին զանազանել չարեն, ինչպես եղավ որ ինքը հբարդացավ եւ ինգավ մեղքի մեջ, ինչպես ունայնացավ, այսինքն թադարգվեցավ, զերոյի իջավ, բարբվեցավ, բադարուն քրապարով գնշանագես սիրելներ, լեպլեցունը, ինք որ իսկապես իմաստությամբ լիուլի լծված էր, ինչպես բադարուն դարձավ, բադարուն ինչպես դարձավ թադարգ, ինչպես ունայնացավ, ինչպես ուխտազանց եղավ Սողոմոնը, որ Աստուծո ուխտրած էր, սիրելիներ, անպայման արիտը ստեղծեցեք եւ գարտացեք երրորդ թագավորաց գրքի 5 դագարանի երրորդ թագավորաց գրքի 8-րդ գլուխը։ Այդ 8-րդ գլխում մեջ կտեսնենք թե ինչպես Սողոմոնը սիրելներ Աստուծո աղոթք բարձրացուց։ Գարտացեք ամբողջական աղոթքը 22-րդ համարը մինչև 50-րդ համար։ Ցերկերը երկինք տարածեց, ուխտրավ Աստուծո դիմաց եւ վերջավորության աղոթքի վերջավորության հետևյալ ուխտը գնքեց ժողովրդին դիմաց ըսավ գարտամ ուղագի իր խոսքերը վերջի աղոթքի վերջին բաժինն է օրտնյալը լադերը որ իր բոլոր ըսածին համեմատ իր Իսրայելի ժողովրդին անկստություն տվավ ու իր ծառային Մովսեսի միջոցով խոսած ամեն բարի խոսքերեն բնավ խոսքը կետինը չինգավ մեր Տեր Աստվածը մեզի հետ լա ինչպես մեր հայրերուն հետ էր
ու մեզ չթողուց, ու մեզ երեսե չցկե, ու մեզ չթողու ու մեզ երեսե չցկե եւ մեր սիրտը իրեն դարձնե, որպես իր բոլոր ճամփաներու մեջ գալենք ու բահենք իր բադվիրանները, կանոններն ու օրենքները, որոնք մեր հայրերուն բադվիրեց։ Դիրոջ արչև մատուցված այս բաղադանքի խոսքերս ծորեկ ու գիշեր մեր Տեր Աստուծո մոտենան, որբեսի օրե-օր բադահած գործերու մեջ իր ծառային ու Իսրայելի ժողովրդին իրավունքն է, որբեսի երկրի բոլոր ժողովուրդները գիտնան, թե Եհովան ինքն է Աստված եւ ուրիշ մը չկա, ու ծեր սիրտը մեր Տեր Աստուծուն արչև ուղիղ ըլլա, որբեսի այս օրվան պես անոր կանոններու մեջ գալեք ու անոր բադվիրանները բահեք։ Սիրելներ, ահա գտեսնենք, որ ուխտ ըրավ Սողոմոնը եւ դերը եւ ուխտը ներկայացուց սիրելներ բոլորին դիմաց եւ Աստվածալ ուխտը ինքալ ուխտրավ Աստված ըսա որ իմ արջևս ըրած աղոթքը դու բաղադանքը լսեցի եւ այս շինած դունը սրբեցի որբեսի մանունս հավիդյան հոն տնեմ ու աչքերս ու սիրտս հոն պիտի լան գարտացեք սիրելներ 8-րդ գլուխը ամբողջությամբ մինչեւ 61-րդ համար ապա 9-րդ գլխու առաջին 10 համարները գարտացեք սիրելներ Բիդի տեսնեք, որ Աստված գսե, սակայն եթե դու ուխտս տրժես, ահավոր բաներ բիդի բադային, քեզի ալ քո ասկիտալ։ Եվ Սողոմոնը սիրելներ, որ ուխտը ձեր Աստուծո հետ ուխտը տրժեց։ Սողոմոնի այս կյանքը սիրելիներ նաև այսօր մեր ասկի կյանքն է։ Մեր ասկի զավակները այսօր Աստուծո հերացան։ Մեր հայրերուն ուխտը մենք տրժեցինք։ Որ Աստուծո հավատարիմ պիտի մնանք, Աստուծո կանոնները պիտի պահենք։ Եվ այս բոլոր արհավիրքները մեր գլխուն եկան ու դակավին գուքան եւ մենք չենք արտընար, չենք անդրադառնար։ Ո՞վ պիտի արտընցնե ժողովուրդը։ Երբ պիտի արտընա ժողովուրդը։ Երբ պիտի անդրադառնանք սիրելներ բոլորս։ Սկսյալ հոգևորականներեն, բարձր պաշտոններեն, կաթողիկոսներեն, պատրիարքներեն, եպիսկոպոսներեն, մինչև ամենեն հետինը, ամենեն բարձ մարդը, պետական մարդոցմե, զինվորական մարդոցմե, երբ պիտի անդրադառնանք, որ այս բոլոր արհավիրքները մեր գլխուն եկան, որովհետև մենք Աստուծո հեռացանք։ Իրար է որ կմեղացրենք։ Բայց չենք անդրադառնալ, որ մենք պետք է ազգովին ձունգի կանք ապաշխարենք, որբեսի այս արհավիրքը, այս շարիկը վերանա մեր ասկին վրայեն եւ Աստուծո օրհնությունը վերստին վայելենք։ Հանցավորներ կփնտրենք սիրելներ։ Բայց չենք գիտե, որ հանցանքը կսկսի ինձ մե, քեզ մե, սիրելի եղբայր, քեզ մե, սիրելի քույր։ Ադորամար մենք ազգովին պետք է խոնարհենք Տիրոջ դիմաց եւ մեր գուրծքը ծեծելով վայ գարտանք։ Այո, խելակար պիտի համարեն ինձ հիմա շատ լսողներ։ Վնաս չէ։ Խելակար համարեցեք, բայց զունգի եկեք ապաշխարեցեք։ Որտեւ սիրելներ, այս բոլորը մեր գլխուն եկան, ինչպես անցյալին Իսրայելի գլխուն։ Եվ մարդիկ կգարձեն, որ 5 դագարանը Իսրայելի բաղությունն է բարձաբես, մարդոց բարդատրած, բայց չեն անդրադառնալ, որ Իսրայելի այդ բաղությունը բոլոր ժողովուրդներու բաղությունն է։ Եվ Իսրայել որքան Աստուծո կողմէ լքվեցավ, քերևարվեցավ, հարվածվեցավ, սպանվեցավ, բարձաբես որբեսի անդրադառնար ու ոտքի ելեր, Աստուծո դառնար, ապաշխարեր։ Հիմա մենք սիրելներ, որ գհբարդանանք միշտ առաջին ազգն ենք, որ քրիստոնեությունը ընդունած ենք որպես պետական գրոն։ Մենք վերջինը մնացել ենք ազգերու մեջ։ Երբ պիտի անդրադառնանք ու դուրս գանք այս մեղանչական վիճակեն։ Սուրբ նարեգացի ունին, գարտանք սուրբ նարեգացին։ Գարտանք եւ մեղայի կանք։ Ուրիշ ազգեր լադին եկեղեցին սուրբ նարեգացին ըրճագեց դիեզերական վարտաբեդ ուրիշ ազգեր նարեգացին թարգմանապար կգարտան ու կապաշխարեն իսկ մեր ազգը որ նարեգացի ունի հայերեն կգարտա ու չապաշխարեր կշարունակեն նարեգացին եւ գսե այս բոլոր ինչուները հարցնել են իդ ինչպեսները հարցնել որ ինչպես եղավ Սողոմոնի այդպես եղավ գսե գամչնամսել թե ան
Սանթարամեդականին հետ թաշնակցեցավ։ Սողոմոն երբ ուխտազանց եղավ սիրելներ, Աստուծմե հեռացավ, ով որ Աստուծմե գերանա, որուն ցերկի մեջ կինա։ Ով որ Աստուծո հետ իր ուխտը գտրժե, որու հետ ուխտ թաշին գնկած կլա։ Սատանային, Սանթարամեդականին կնշանակե թևերու բեդին, Սատանային, Սանթարամեդը սիրելներ անտունտն է, երկրին ներքև գտնվող վայրն է, ուր չար ոգիները կան։ Եվ հիմա նարեկացին գսե գամչնամ ասել, թե ան Սանթարամեդականին հետ թաշնակցեցավ, այսին Սատանային հետ թաշին կնքեց։ Ինչ գործ ուներ ան գուրքերուն հետ, ուրգե էր պատկերներուն հանդեպ իր սերը, ինչու համակվեցավ գեղձ պաշտամունքով։ Սուրբ նարեկացին զարմանքով հարց կուտա, որ Սողոմոնը, որ աստվածաբաշտ էր, հիմա անիկա ինչ գործ ուներ գուրքերուն հետ։ Սողոմոնը գիտեր, որ Աստված բադվիրած էր երկրորդ բադվիրանի մեջ, որ քեզի համար ովևէ մեկ գուրք մի շիներ, ովևէ մեկ նմանություն մի ունենար, ոչ երկնքի մեջ, ոչ երկրի վրա, ոչ զովու մեջ, ովևէ մեկ բանի նմանությունը մի կձեր Աստուծո։ Ինչ եղավ, ուրգի եկավ այդ սերը պատկերներու նկատմամբ, այդ գուրքերուն նկատմամբ գսե նարեկացին, եւ ինչու համար համակվեցավ գեղձ պաշտամունքով, ճշմարիտ պաշտամունքը թողեց, ճշմարիտ աստվածբաշտությունը թողեց, հեռացավ եւ գեղձ պաշտամունքի մեջ ինգավ, հետանոսական պաշտամունքի մեջ ինգավ եւ այսօր ժողովուրդ հայոց մեր հայրենիքի մեջ հետանոսություն քարոզող մարդիկ կան, յետ կուզեն մեզ վերադարձնել գեղձ պաշտամունքին, սուտ պաշտամունքին, հերացնել մեզ ճշմարիտ Աստուծմե, մարդոց սկացումներուն հետ խաղալով ասելու համար, որ դուք հավատացիք Հիսուսի եւ ինգակ նայեցեք ինչ վիճակի մեջ, յետ կուզեն մեզ վերադարձնել Սատանայի պաշտամունքին, որովհետեւ գրաբաշխությունը, Սատանայի պաշտությունը թիվաբաշխություն է, գուրք բաշտել, չաստվածներու ետևեն երթալ, կնշանակե թիվաբաշտ դառնալ, սատանաբաշտել։ Մենք որ ազատեցանք այդ թիվաբաշտութենեն, մենք որ ոտքի կանգնեցանք, ճշմարիտ աստվածբաշտության եկանք, հիմա Հայաստանի մեջ այս խարն ժամանակներուն եւ դժբախտաբար եկեղեցվո մեջ բղծություն կա եւ դժբախտաբար ժողովրդի մեջ անհավատություն կա, այս բոլորը սիրելիներ արիտ կլան բղդորչունի մեջ հետանոսներ ցուկ որսալու կամ աղանտավորներ շատնալու ըսկուշանանք ժողովուրդ հայոց անգախ անցերեն անգախ ամեն բաներեն դուք հավատարիմ մնացեք Հայաստանի ցարակելական Սուրբ եկեղեցվո մեր հայրերը որ մեզի գդագեցին որ հիմնված է Սուրբ Տատիոս եւ Պարտոմեոս առաքյալներու հավատքին վրա, որ հիմնված է Տեր Հիսուս Քրիստոսի հավատքին վրա։ Չդարվիկ սիրելներ, չդարվիկ ոչ աղանտավորներ են, ոչ հարամվարություններ են, ոչ հետանոսություն են, ոչ մեկ բան են, այլ հավատարիմ մնացեք։ Հիմա մաքրության ժամանակն է։ Աղոթենք, որ Աստված մաքրե մեզ ամենքս մաքրե մեր եկեղեցին, մաքրե մեր pedagogiությունը, մաքրե մեր հայոց սպանակը, մաքրե մեր հայրենիքը, ամեն տեսակ բղծություններ են։ Շատ կարևոր են այս մեկը սիրելներ, աղոթել հավատքով եւ Տիրոջ ողորմությունը խնդրել։ Գշարունակեմ, նարեկացին գսե, ինչպես Սողոմոնը չհիշեց Սամվելեն եղած հանդիմանությունը Սավուղին, թե հմայությունները մեղք են եւ մարդկային գուրքը միայն ցավ ու նեղություն գբերե։ Սողոմոն սիրելիներ պետք է հիշեր, թե ինչպես Սամվել մարգարեն Սավուղը հանդիմանեց եւ ասա որ հմայությունը, այսին գախարտությունը մեղք է եւ Նաև սիրելներ Սամվելը ասավ, որ մարդկային գուրքը քրապարով գոչվի թալիբ,
այս մարդկային գուրքը սիրելիներ մեղք ունի եւ մարդկային գուրքը ուրիշ բան չի բերել եթե ոչ ցավ եւ նեղություն մարդոց թերապ կնշանակե մարդկային գուրք թլսմ թալիզմա սիրելի քույրեր եղբայրներ այսօր նաեւ էքստրասենսով սպաղող մարդիկ ելած են մեր հայրենիքի մեջ գախարտներ հմայողներ Փաց է որովհետև տաշտը հոգևոր կյանքը մեռած է մեր եկեղեցվո մեջ մեր հայրենիքի մեջ սուրբ գրոնավորներու բագասը բաժար եղած է որ անդերության վերածվի ժողովուրդը եւ ահա ամեն տեսակ մեղքեր մեղավորներ բղծություններ սունգի պես ամեն օր գպուսնին Չագերդի մեջ նոր փրկիչներ մեջտեղ գելեն իրենք է որ պիտի փրկեն մարդկությունը հայրենիքը եկեղեցին այս կամ այդ այս բոլորը ադորամարը սիրելներ որ մեր քրխուն եկան մեր աստուծմե հերանալուն պատճառով ընդունիկ կամ ոչ մարդիկ ընդունին կամ ոչ այս է ճշմարտությունը Սողոմոն բարդավոր էր աստուծո հնազանդիլ, քան թե գրաբաշտ իր գիներու խոսքին։ Սամվել մարգարեին ըսածին պես առաջին թագավորաց գրքի 15-րդ գլխու 22-րդ համարի մեջ Սամվել մարգարեն գսե դիրոջ համար հնազանդությունը զոհեն ու խոսք մդիգնելը խոյերուն ջարբեն ավելի լավ է։ Սողոմոն պետք է աստուծո հնազանդ լար։ Սիրելներ մենք ալ այսօր որքանալ բادرակ մատուցանենք աստուծո հանդեպ մեր հնազանդությունը ավելի է քան թե բարձաբես երթանք բادرակ մատուցանենք կամ բարձաբես մոմ վարենք խունգ ձխենք աստուծո հանդեպ եթե հնազանդություն չունի մեր ազգը մոմ վարելները Խունգ ձխելները, ձոմ բահելները, բարեկորձություն կատարները ոչինչ են։ Ադորամար գսե Սամվել մարգարեն դիրոջ համար հնազանդությունը զոհեն ավելի լավ է ու խոսք մդիկ ընելը, ասո խոսք մդիկ ընելը խոյերուն ջարբեն ավելի լավ է։ Այս մասին մտածենք։ Կշարունակեն արեգացին։ Ինչպես չհիշեց խոսքը Սողոմոնի մասին է։ Հայրական հանդիմանությունը թե հետանոստերու գուրքերը թևեր են եւ անշունչ եւ զանոնք բաշտողներն ալ բիդիելան անոնց պես Սողոմոնը Դավիթի որդին էր Դավիթ թագավորին որդին էր Դավիթ թագավորը 96-րդ Սամոսի 5-րդ համարի մեջ գսե որ հետանոստերուն բաշտած գուրքերը անշունչ են հետևաբար Սողոմոնը ինչպես չի հիշեց իր հայրական խրադը որ գուրքերը թևեր են անշունչ թևեր են եւ ովքեր որ բաշտեն գուրքեր անոնց մեզ անշունչ պիտի դառնան անոնց մեզ գույր պիտի դառնան անոնց մեզ անխոս պիտի դառնան եւ պիտի թադաբարդվին հավիտենական թադաբարդության հավիտենական գրագին Մովսես գշարունակեմ թարգմանել Գանուխեն գծաղե ու սաստիկ գամպաստանե ասելով թե դերը միայն զանոնք գարաչնորթեր անոնց հետ օդար աստված չգար զոր իրենց հայրերը չէին ճանչնար Սիրելներ 5 դագարանի երկրորդումն օրինաց կրկի 32-րդ գլխուն մեջ 13-րդ համարի մեջ Մովսես գսե որ երբ Աստված գարաչնորթեր իր ժողովուրդը Աստուծո հետ ուրիշ աստվածներ չգային որոնք Աստուծո հետ Իսրայելի ժողովուրդը առաջնորդեցին թեպի խոստացված երկիր այլ Աստված միակն է ուրիշ աստվածներ չկան հետևաբար Սողոմոնը ինչպես Աստուծո գողքին սկսավ ուրիշ աստվածներ բաշտել աստվածներ
որոնք ծանոթ չէին իր հայրերուն, Իսրայելի ժողովրդին։ Որովհետև Սողոմոնը սիրելիներ 700 գիներու հետ ամուսնացավ, 700 իշխանազուն գիներու հետ ամուսնացավ։ Խնամիական գաբեր հաստատեց բոլոր թագավորներուն, երկրի թագավորներուն, իշխաններուն հետ։ Հետանոց գիներ արավ եւ արավել 300 հարջեր ունեցավ, այսին 1000 գին ուներ Սողոմոն, գարտացեք 3-րդ թագավորած 11-րդ գլուխ 3-րդ համարը, եւ այդ բաժարով ամեն մեկ հետանոց գնոջ բաշտած Աստվածը փերավ եւ սկսավ անոնց համար գուրքեր սարքել, խումբ ծխել, բաշտել եւ այդպիսով մոլորեցավ։ Մովսես սիրելներ սկիզբեն աստարարած էր եւ քուշագած էր նույն գլխու մեջ երկրորդումն օրինաց 33-րդ գլխու մեջ որ Իսրայելի ժողովուրդը անհավատարիմ պիտի գտնվեր Աստծո նկատմամբ, պիտի լքեր ճշմարիտ Աստվածաշտությունը եւ մոլորվելով ուրիշ աստվածներու ետևեն պիտի երթար։ Գարտացեք երկրորդումն օրինաց 32-րդ գլխու 15-ն 19 համարները։ Ահա Սողոմոն ինքը մոլորեցավ իր հայրերուն պես։ Իսրայելը քանի անգամներ մոլորեցավ, Աստուծո մերացավ եւ գուրքեր բաշտեց։ Հիշեցեք անաբադի մեջ եւ Աստված զիրենք Եգիպտոսի ծանր քերութենեն ազատագրած էր, անաբադի մեջ անոնք ոսկի հորդ շինեցին եւ բաշտեցին։ Այսօր սիրելներ մենք ալ շատ հերացած ենք Աստուծո։ Եվ այսօր մեզի համար գուրքեր սարքացենք։ Գուրքեր։ Մեր հայրենիքի մեջ նույնիսկ սիրելներ սադանայաբաշտ օդար երկիչներ գբերենք։ Գուրքի վերածած են շատեր զանոնք։ Եվ երբ որ այդպիսի գրաբաշտ մարդիկ երկիչներ մեր հայրենիքը գուքան, դասնյակ հազարավոր երդասարտներ անոնց կերտան, անոնց համերկին կերտան, մոլեկին գբորան գգանչեն գջջան, իսկ երբ որ եկեղեցու բահը գասնի, հերու կմնան։ Ահա սիրելներ, թե ինչ վիճակի հասած է այսօր մեր ազգը։ Որքանալ մենք փորձենք փարսացնել մեր ազգը շատ հբարդացավ, ինչպես Սողոմոնը ինք եւ այդ բաժարով ալ կործանեցավ։ Շարունակությունը ուր է գսեն արեկացին Փակովրի մահապեր այլանդակ արցանը։ Փակովր կամ Փեկովր սիրելներ մովապացներու աստվածներ։ Երկար անունը Փեկովր։ Փել կամ Բալ փահախ չաստվածն է։ Հին աշխարհի մեջ չաստվածները դարբեր անուններ ունեին, նույն աստվածները կբաշտեին հաջող, բայց դարբեր անուններով։ Օրինակ Դիանա անունը սիրելներ հագարագեն գարտակ Անահիդ է։ Անահիդ։ Այսօր Անահիդա չաստուծո մասին է որ Հայաստանի մեջ կուզեն կարոզել։ Ոչ թե միայն Անահիդ, այլ Անահիդա, Դիանա չաստվածներ հունական։ Ասիրելներ հիմա Փեկովր չաստվածը կամ Փեկովր չաստվածը, որ մովապացներուն չաստվածներ բղձալից այլանդակ արցանմը մեծ արնանդամով քրքրություն գբերեր, գիրքեր ծոպություն գբերեր, գիրքեր գքրքրեր եւ մարդիկ բորոնգություն ունելով այդ արցանին թիմած իրարու հետ անիգա որպես զոհ գմադուցանեին, զոհ գնվիրեին չաստվածներուն։ Եվ երբ որ ճշմարտաբար Իսրայելի ժողովուրդը որտեքրեց մովապացներու այս Փեկովր չաստուծո պաշտամունքը, Փեկովրի պաշտամունքը, այդ ժամանակ սիրելներ մեղքերու մեջ ինգավ։ Գգարտանք օրինակ Թվոց գրքի 25-րդ գլխու առաջին 3 համարներու մեջ, թե ինչպես երբ Իսրայելի ժողովուրդը սիրելներ Սադիմի մեջ բնագեցավ, ժողովուրդը Մովապի աղջիկներուն հետ սկսավ բորոնգություն անել
եւ մովապացի աղջիկները զիրենք հրավիրեցին իրենց չաստվածներու պաշտամունքին եւ Իսրայելի դղամարտիկը քացին այդ պաշտամունքին եւ մեղքեր կործելով բորոնգանալով Աստուծո թեմ մեղանչեցին նաեւ սիրելներ այս նույն Պելպեկով չաստվածը գոչվեր Քամովս նորեն սիրելներ Քամովս կնշանակե շոշափող որովհետեւ անոր այլանդակ բիղծ մարմնի անդամները շոշափելով իրենք զիրենք կկրկրեին եւ բղձալից մեղքեր կործելով բորոնգանալով ամփարո անվայել ցանկով ամփարունակ ցանկով ապրելով բորոնգություն ունելով այդպես այդ բորոնգությունը որպես զոհ նվեր գնձայեին Պելպեկով կամ Քամովս ուրեմն չաստուծո եւ Սողոմոնը ինք Երուսաղեմի թիմած Քամովսի համար արցան կանգնեց սիրելիներ որուն խումբ կձխեին եւ բորոնգության մեղքեր գնային Կարդացեք երրորդ թագավորաց գրքի 11-րդ գլխու 7 եւ 8 համարները այս բոլորի մասին այնտեղ պիտի տեսնեք եւ Սողոմոնի մեղքը չարդարացվիր անիկա նախ որ Աստուծո հրանքին հագրակ կործեց որովհետև Աստված ըսած էր որ բազմաթիվ գիներու հետ չամուսնանաք ինք բազմաթիվ գիներ ունեցավ ինչպես ասի 700 գին ուներ 300 հարջ 1000 գին Աստված ըսած էր հեթանոսներու հետ մի ամուսնակ ինք հեթանոսներու հետ ամուսնացավ Աստված ըսած էր գուրկ մի բաշտեք ինք գուրկ բաշտեց տեսեք որքան մեղքեր կործեց եւ այստեղ սուբնարեգացին Պելպեկով չաստվածը գոչե Մահամադույց կնշանակե մահապեր ինչու որովհետեւ այս գուրկը բաշտելուն բաժարով գարտացեք թվոց գրքի 25-րդ գլխու 9-րդ համարը պիտի տեսնեք որ այդ բաժարով 24000 իսրայելացի դղամարդ սպաննվեցավ այդ օր որպես բադիժ որովհետև Պելպեկով չաստուծո հետ թիմացը բորոնգացան բղձվեցան սիրելիներ Աստված խիստ էր 5 դագարանի մեջ հիմա շնորհքի թարն է սակայն Աստված խիստ պիտի ելա իր դաստանի մեջ Քրիստոս երկրորդ գալուստին գշարունակե նարեգացին այս անգամ ուրիշ չաստվածուհիմը հիշադակը կատարելով գսե ուր է Սիտոնացիներու դքեղ ու ամոթալի եւ ամենանզովյալ իքացև ցուլածոն ուր է ամբատմելի խայդարագությունը զզվելի դեսարանին այն գանացի գերբարանքին որուն քարշելի ճաշտամունքներուն անխդիր եւ անասնորեն անցնadul գլային բիղծ մարգարեները եւ անաստվածապար մոլեկներով գծոնվեին հանուն չարության անժուժգյալ թևին Սողոմոնը սիրելներ դարբեր ինչպես ասի դարբեր ազգերու դարբեր ցեղերու չաստվածներու արցաններ ցուլեց գանքնեց եւ սկսավ արտոնել որ ճաշտամունք կդարվի անոնց ինչպես մովապացիներու Պելպեկով չաստվածներ այդպես ալ սիտոնացիներու ցուլածո այս չաստվածուհին սիրելներ որ երրորդ թագավորաց գրքի 11-րդ գլխու 5-րդ համարի մեջ գարտանք Աստարովթ էր անունը եւ Սողոմոնը Աստարովթի ցուլածո արցաննալ թրավ եւ մարդիկը սկսան ճաշտել սև արցան մներ սիրելներ Աստարովթը լուսինի ուրեմն լուսինը որպես մայր գնկատվեր արևը որպես հայր բոլոր չաստվածներուն իսկ լուսինը որպես մայր բոլոր չաստվածներուն գնկատվեր հետեւաբար լուսինը արևին գիններ այդպես գահամարեին անցյալին հետանոսները հետեւաբար լուսնի թեմ կունեցող արցան մներ երկու գոդոշ ուներ ճակատին վրա մերգանտամ դարփանք ցանկություն բերող արցամը որուն քսկրդվելով շոշափվելով
այդ անջորնի, այդ դծև, այդ նզովյալ արձանին բղձություն կգործեին մարդիկ եւ Սողոմոն ահա այդ աստարովթի արձանն էր որ գանկնել դվավ նաեւ եւ բղձալից մեղքերու մեջ ինգավ բղձալից մեղքերու մեջ ինգավ Սիրելի քույրեր եղբայրներ այսօր աշխարհի մեջ ինչ բղձություններ կգադարվին ինչ բղձություններ որոնց մասին խոսիլն անգամ սիրելներ կարելի չէ ամոթ է ամոթ կսկամ ես ահա սուբ նարեգացին ադորամար գսե ուր է սիտոնացներու դքեղ ու ամոթալի եւ ամենանզովյալ իքացև ցուլածոն ուր է ամբատմելի անկրելի գսե քրապարով այսին չսվելիք չբատմվելիք խայդարագությունը զզվելի դեսարանին այն գանացի գերբարին որուն քարշելի ճաշտամունքներուն անխդիր եւ անասնորեն անասուններու բես անցնադուր գլային բիրց մարգարեներ այսին քուրմերը հետանոս քուրմերը եւ գսե անաստվածապար մոլեկնելով խելակարվելով գծոնվեին իրենք զիրենք գնվիրեին հանուն չարության անժուժգալ թևին անժուժգալության թևը գա սիրելներ այդ արցաններուն մեջ բորոնգության թևը գա չարվոքին գա հետևաբար անոնք որոնք աստուծո մեկ հերանան այդ անժուժգալության թևին գողմե գտիվա հարվին այսօր սիրելներ ահավոր բղձություններ կգադարվին ահավոր նույնիսկ զույգեր ուրիշ զույգերու հետ ինչ բղձություններ կգադարեն հիվանդ մարդիկ կան սիրելներ որոնք գբերեն իրենց ընկերները եւ իրենց գիներուն հետ բորոնգիլ գուտան եւ իրենք գնստին ու գտիդեն վիդեո գարցնակրեն այսպիսի բղձություններ կան եւ չգարձեք որ ասոնք միան օդարներու մեջ են այլ նաեւ մեր ժողովրդի մեջ դեռ չեմ խոսիր մանգաբղձությանց մասին չեմ խոսիր համասերամոլներու մասին իքացիալներուն արվակետներու մասին ինչ բղձություններ կան եւ այդպիսի բղձություններ նույնիսկ գրոնավորներու մեջ տապանցած են այս բոլորը սատանայի գործեր են սիրելիներ սատանայի գործեր են որոնք նպատակ ունին աստուծմե հերացնել մարդիկը անասուններեն ավելի վատ դարձնել անասնական գիրքերով զիրենք կրկրել եւ այդ բոլորը ցոնել հանուն չարության հանուն անարագության թևին անոր նվիրել Գշարունակեմ նարեգացին գսե գինը որ նախահայրը խոցոդեց եւ գորուստի մատնեց խլեց դարավ նաեւ ասոր բարեփախտության վիճակը առաջին գինը Եվան իր մեղանչումին պատճառով պատճառ դարձավ ինք որ նախահայրը Ադամը խոցոդվի եւ գորուստի մատնվի ահա նույնպես գիները պատճառ եղան որ Սողոմոն հետանոս գիները պատճառ եղան որ Սողոմոն խլվի դարվի եւ գործընծնե իր բարեփախտության երջանկության վիճակը ինք որ աստուծո հետ ըլլալով երջանիկ էր իմաստությամբ լեցուներ ահա սիրելներ այդ գիները հետանոս գիները պատճառ եղան որ Սողոմոնը ինք ամփարության մեջ ինա եւ վերջավորության գործանի եւ Սողոմոնը ինք սիրելներ որ ամփարո գնոջ մասին քրած է Արագած կրկի գարտացեք 7-րդ գլուխը ամբողջությամբ բայց մանավանդ 26 եւ 27 համարներու մեջ նայեցեք հետեւյալը գսե Վասնզի անիգա ամփարոգինը շատերը խոցոդեց ու գործանեց ու անոր բոլոր մարդիկը զորավոր էին անոր դունը թժողքին ջամփան է ան մահվան ըշտեմարանները գիչն է Բիրց գնոջ դունը թժողքի ջամփան է թժողքի դուն է
Եվ նույնիսկ սիրելներ գրնա բիղծկինը հզորներ գործանել, ինչպես որ հիշեցեք Դալիլան գործանեց Սամսոնը։ Կշարունակեն արեգացին, ջոխությունը հաղթեց քերազանց իմաստության։ Սողոմոն սիրելներ քերազանց իմաստություն ուներ։ Քերազանց իմաստություն։ Չկա աշխարհի մեջ մեկը, որ Սողոմոնի նման իմաստություն ունեցած լա։ Սողոմոնը գսվի նույնիսկ գենթանիներու, սողուններու լեզուն գիտեր։ Անոնց լեզուներով գխոսեր։ Շունի մեկը Սողոմոնի ունեցած իմաստությունը, ադորամար Սողոմոնը գոչենք Սողոմոն իմաստուն։ Եվ սակայն սիրելներ, երբ որ ջոխացավ, երբ որ հարստացավ, երբ որ ամեն ինչ ունեցավ, երբ որ շատցան իր հետանոսկիները, գործընծուց այդ քերազանց իմաստությունը։ Հաջող սիրելներ, այսօր ալ կյանքի մեջ ինչքը մեծությունը, ջոխությունը, հարստությունը, հանգստավետությունը գրնա սիրելներ հարվածել մեր ունեցած իմաստության եւ մեզ գորուստի մատնել։ Երկրորդումն օրինաց գրքի 8-րդ գլխու մեջ 11-14 համարները պիտի գարտամ ցեզի Մովսես մարգարեն իր ժողովրդին ասավ ըսկուշացնելով որ չլա որ հանգարց ուրանակ սաստված մորնակ սաստված տեսեք ինչ ասավ քու անցիդ ըսկուշությունները չլա որ քու դեր աստվածդ մորնաս ու չբահես անոր պատվիրանները օրենքներն ու կանոնները որոնք ես այսօր քեզի կպատվիրեմ երբ ուդես ու գշտանաս եւ քեղեցիկ դուներ շինես ու փնագիս անոնց մեջ ու երբ արջարներդ եւ հոդերդ շատնան ու նաեւ արձատդ ու ոսկիդ շատնան եւ քու փոլոր ունեցածդ շատնա թող սիրտդ չհբարդանա եւ քու դեր աստվածդ չմոռնաս այսօր որքան մարդիկ սիրելներ երբ անոթի էին այսօր գուշտ են երբ աղքատ էին այսօր հարուստ են երբ խրխրած դունի մեջ կաբրեին եւ այսօր հիմա քեղեցիկ դուներու մեջ կաբրին մորցած են Աստված մորցած են հերացած են Աստուծմե ոչ եկեղեցի գերտան ոչ աղոտ կնեն ոչ աստուխոս կարտան ոչ նույնիսկ ջաշիադեն գաղոթեն ոչ մեկ բան իրենք ամեն ինչ ունին կգարցեն մենք ասիլներ ըսկուշը լանք որ նույն այս փորձությանց մեջ չինանք որովհետև հաջող ինչքն ու հարստությունը գրնան արիտ տալ շադերուս հոգևոր ու մարմնավոր գորուստին նաև ջոխությունը հարստությունը հրճագը անունը բաշտոնը գրնաս սիրելներ մեզ իսկապես փորձության մեջ ցկել մեղքերու առաջնորդել եւ մեզ զաստված մորցնել դալ ըսկուշլանք կորոզությունը զայն քերի երավ Սողոմոն իր ունեցած քերազանց փառքը իր անվան հրճակվիլը ինչպես նաև Աստուծո դաջարին շինությունը նաև իր ունեցած հարստությունը իր քերազանց իմաստությունը այս բոլորը դեսնելով կորոզ դարձավ այս բոլորը զին կորոզացուցին հբարդացուցին փարամոլ դարձուցին փարասեր դարձուցին Սիրելներ Սողոմոնը մինագը չէ այդ բոլորի մեջ այսօր որքան մարդիկ կան այդ նույն մեղքերու մեջ կինան այդ նույն փորձության մեջ կինան փափկությունը հիմարեցուց սիրելներ Սողոմոնը փափուկ կյանքով գաբրել ինքը թագավորի զավակ էր Դավիթի զավակն էր բալադներու մեջ գաբրել սակայն փափկությունը այդ հանգստավետությունը իր կյանքը թույլցուց Աստված բաշտութենեն ինք թույլցավ ինք որ թակավոր էր ամեն ինչ ուներ մորցավ Աստված բաշտությունը ադորամար գսե փափկությունը հիմարեցուց ինք հիմար է այն մարդը որ Աստուծո մեկ է հեռանա ըսկուշը լանք չլա որ սիրելներ այսօր մենք ալ փափուկ կյանքով ապրինք եւ հիմարանանք մոլեկին կյանքով հեշտասեր կյանքով ապրինք եւ Աստուծո մեկ հեռանալով իմաստությունից կորսնցնենք Կշարունակեմ ըստրգացնող արձատը զինք
հերացուց արձատ ըսելով հարստություն գասկնա սիրելներ արձատը կամ հարստությունը հաջող մարդը գստրգացնե իրեն ըստրուկ կդարձնե այո Սողոմոն թեև ըստրուկ չդարձավ արձատին որովհետև գգարտանք մենք օրինակ երրորդ թագավորաց գրքի 10-րդ գլխու 27-րդ համարի մեջ որ Սողոմոն այնքան արձատ ուներ այնքան հարստություններ որ Երուսաղեմի ջամփաներու մեջ արձատը հասարակ բան մներ սակայն այնքան հարստացավ Սողոմոն որ բազմաթիվ գիներ ունեցավ եւ այդ բազմաթիվ գիներն է որ զինք մեղքի առաջնորդեցին հարստությունը սիրելներ չէ որ մեղք է այլ երբ որ հարստությունը սխալ ցևով գործածես այդ ժամանակ է որ մեղք է տրամը ինքնին մեղք չէ այլ արձատասիրությունն է տրամասիրությունն է մեղքը երբ դու սխալ ցևով գործածես այդ հարստությունը մարդիկ կրնան հարուստ ըլլալ եւ հարստությունը բարեգործությամբ աղքատներու օգնելով ապրիլ սիրելներ եւ անիգա Աստծո աչքին շատ ավելի մեծ կլա բայց երբ որ մեկը հարստության քերի գտարնա կամ հարստությունը գոկտակորձե հղբանալու ծոպ կյանք ապրելու զեղ կյանք ապրելու ահա հոն է սխալը եւ Դավիթը Սողոմոնը սիրելներ ինք մեղանչեց ոչ թե որովհետև արձատասեր էր այլ որովհետև արձատը հարստությունը կործածեց մեղքերու գիներ օդար հետանոս գիներու հետ ամուսնալով եւ այդ հետանոս գիները զինք առաջնորդեցին մեղքի Գործանողին վաղեմի զենքը հոգիով դադարեցեց Քովելի մարդը ով է գործանողը որու մասին խոսին արեգացին Սատանային Սատանային առաջին վաղեմի հին զենքը ինչ եղավ գինը մի զարմանակ այո վաղեմի զենքը գինը եղավ որովհետև Սատանան գինը սիրելներ խապեց եւ անխապեց եւ օգտագործեց գինը որպես զենք իր ցերկի մեջ եւ ադով գործանեց աթամը Հիմա Սատանան նույն ցևով իր վաղեմի այդ զենքը այդ գինը ցերկ առնելով գիներու բաժարով խապեց Սողոմոնը Սողոմոնը սիրելներ իքասեր եղավ Սողոմոնը գիներու յետևեն կնաց ինչպես ասի 1000 գին արավ եւ այդ բաժարով ալ մեղքերու մեջ ինգավ Այսօր սիրելներ Սատանան նույն զենքը կորցած է սուրբերու կյանքի մեջ ալ կորցածած է փորձած է գնոճմով խապել եւ սիրելներ երբ որ գինը արաքին ունենե բարբվի Սատանայի ցերկի մեջ զենք է իսկ արաքինի գինը Աստուծո օրտությունն է փառք է իր ամուսնին դուք արաքինի գին եղեք սիրելի քույրեր արաքինի մայր եղեք սիրելի մամաներ չլա որ Սատանայի ցերկի մեջ զենքը լակ չլա որ ծեր գանացի արավերությունները Սատանան օգտագործե ցեզ մեղքի մեջ ցկելով եւ ծեր բաժարով նաեւ ամփարոյության մեջ ցկելով ուրիշները ով սա որ ամուսնացած գիներ մեղքեր չեն կործեր ով սա որ ամուսնացած գիներ ամփարոյություններ չեններ երբ որ Աստուծո մարդ կհերանա Սատանայի ցերկին մեջ զենքի կվերածվի Եվ Սատանան օգտագործեց այդ զենքերը ինչպես որ Դավիթի ժամանակ ալ Փերսապեն փերավ օգտագործեց Սատանան Փերսապեն եւ Դավիթը ինգավ մեղքի մեջ Հաջորդողը նարեգացին գսե Աստուծո քիրգեն հանելով ստամփագին ոտքին դակ քլորեց Սիրելներ երբ որ Սողոմոնը ծնավ մենք կգարտանք 5 դագարանի երկրորդ օրինաց գրքի 13-րդ գլխու 24 եւ 25 համարներու մեջ Աստված շատ սիրեց Սողոմոնը եւ Աստված Նաթան մարգարեին ցերկով բատկամ ուղարկեց անոր ծնողներուն եւ անոր անունը Նաթանը դրավ Հեթիթիա Ըսա որ Հեթիթիա պիտի գոչվի այս երեխան Սողոմոնին անունը Աստուծո կողմէ Հեթիթիա գոչվեցավ Գիտեք ինչ կնշանակի Հեթիթիա Դիրոջը սիրելին Սիրելներ Սողոմոնը Դիրոջը սիրելին գոչվեցավ Նույնիսկ մենք կգարտանք առաջին մնացորդած գրքի 17-րդ գլխու 10-րդ համարի մեջ որ Սողոմոնը ըստ շնորհքի Աստուծո որդի գոչվեցավ
Ինչպես որ Հիսուս ինք ըստ բնության, ըստ էության Աստուծո որդի էր, եւ Աստուծո սիրելին էր, եւ Աստուծո ձոցին մեջն էր, սրդին մեջն էր, այդպես ալ սիրելներ Սողոմոնը ըստ շնորհքի, ոչ ըստ բնության, այլ ըստ շնորհքի Աստուծո որդի գոչվեցավ, Աստուծո սիրելին եղավ եւ Աստուծո քրգին մեջն էր, ադորամար նարեգացին գսե Աստուծո քիրգեն հանելով ստամփագին ոտքին դակ կլորեց, ստամփակ կնշանակի ստահակ, այսին սատանային ոտքին դակ կլորվեցավ սիրելներ, եւ դժբախտաբար այլ խոսքով Աստուծո պաշտպանութենեն դուրս եկավ Սողոմոնը եւ ինգավ սատանային ոտքին դակ, սատանան քթեցուց զինք, քթել հայրենով կնշանակի ոտքին դակ առնել, այդպես է սիրելներ, ով որ Աստուծո քիրգեն դուրս կուքա սատանային ոտքի գոխան գտարնա։ Մեղգությունը զինք մերծուց, ձուլությունը զայն թմրեցուց, շվայդությունը զինք քինովցուց։ Մեղգություն կնշանակի սիրելներ գիներու հանդեպ թուլություն։ Մարդիկ կան չի ամուսնացած մարդիկ ալ նույնիսկ գիներու հանդեպ թուլություն ունին։ Եվ ահա սիրելիներ այդ հեշտասիրության կյանքը, մեղգ կյանքը մերծուց Սողոմոնի հոգին։ Ձուլությունը թմրեցուց զինք հոգևորապես, իսկ շվայդությունը, այսին անարագությունը, ծոփ հեշտ կյանքը, զեղ կյանքը, ցանգամոլ կյանքը քինովցուց զինք եւ այդպիսով փարոյաբես Սողոմոնը քայքայվեցավ։ Որքան մարդիկ այսօր սիրելներ այս ծոփ կյանքով գաբրին, ուդել, խմելով, բղծությամբ։ Ինչ կսե, մեկ անգամ պիտի ապրին, գեր, խմե, քեֆիտ նայե։ Այո, սիրելներ, մեկ անգամ պիտի ապրիս այս կյանքի մեջ, բայց այդ մեկ անգամ ապրած կյանքդ հավիտենական ճակատագիր պիտի լա քեզի։ Գամ թրախտ երթալու, հավիտենական կյանք մտնելու եւ գամ անթունթի քեհենին գրագի մեջ հավիտենապես մնալու։ Ապրիր ուրախ կյանքով, բայց ոչ ծոփ կյանքով։ Գեր, ուրախացիր, բայց ոչ զեղ կյանքով, որ ամեն ինչ մորնաս, զաստված մորնաս եւ ծոփ կյանքով ապրիս, ցանկությամբ ապրիս ու գործանես հոգիդ։ Եվ այս բոլորը սել է մեր չիմա նարեգացին դեսեք ինչ կսե։ Սողոմոնի մասին սա չէ այդ բոլորը, բայց նարեգացի միտքը Սողոմոնին թեմ խոսիլը չէ ինչպես ասի սկիզբը խոսքից։ Այլ սիրելներ Սողոմոնի կյանքը օրինակ բերել է եւ ցույց տալ է որ ամենքս ալ այդ նույն ահավոր չարիքներու մեջ կրնանքինալ եթե Սողոմոնի պես ապրին։ Կսե ով թյուրախապ երկրածին մարմին ինչպիսի ողբ ու գոձով վայ գարտամ ես քեզի որովհետև միայն անոր չեն վերապերիր այս ընտիմախոսությունները այլ բոլոր այն սխալողներուն որոնք իրենց գամքովը կմեղանչեն իսկապես որ մարդկային մարմինը սիրելներ նարեգացին կգոչե թյուրաբադիր այսին թյուրախապ թյուրին խապվող եւ թյուրին ծևովալ մարդու մարմինը կմեղանչե եւ ահա սուբ նարեգացին ուղագի մարմնին հետ խոսելով գսե ով թյուրախապ երկրածին մարդկային մարմին ինչպիսի ցայնարգություններով այսինքն ինչպիսի խոսքերով ինչպիսի ողբ ու գոձով ավաղեմ քեզ վայ գարտամ քեզի ինչ բարերով վայ գարտամ քեզի հաջող մեր մարմինը սիրելներ երբ մենք չենք սանցեր մեր գիրքերը մեր ցանկությունները երբ որ չենք սանցեր ինչ կլա մարմինը մեզ գարաչնորթե ինչի մեղքի չարիքի եւ վերջապես գորուստի իսկական թշվառության եւ սուբ նարեգացին հստակ կնե թե իր ընտիմախոսությունը իր հանդիմանությունը Սողոմոնի ուղված չէ այլ բոլոր այն մարդոց որոնք ինքնագամորեն այսինքն իրենց ազատ գամքով իրենց ուզածով չարիք կգործեն իրենց մարմինը գարաչնորթեն մեղքի սիրելներ ահավոր բան է ամփարոյական կյանքի առաջնորդել մարմինը ուզելով ցանկությամբ եւ ո՞ե մեկը չսե որ ես առանց ուզելու բորնգացա առանց ուզելու շնացա առանց ուզելու իմ ոտքերս առաջնորդեցին ոչ այդպիսի բան չկա մեկը չի գնար ինձ առաջնորդ
այնպես ցեվացնել սիրելներ, որ ինքը մեղք չունի, չի գնար արդարացնել մարդ ինքզին։ Ամեն մարդ իր ինքնագամորեն, իր գամքով թեպի մեղքերը գերտա։ Եվ Սողոմոն արդակնաբես գուրբքեր բաշտելով մեղանչեց։ Այսօր սիրելներ, մարդ կրնասե, որ ես գուրքեր չեմ բաշտել, բայց այսօր մարդիկ որքան գուրքեր կբաշտեն։ Թերասաններ, երգիչներ, խաղացողներ, մարզական ոյը մեկ, մարդիկ նույնիսկ իրենք զիրենք կբաշտեն, այնքան անձնասեր են։ Այսօր ամեն մեկը մարդ իրեն համար գուրքերը ստեղծած է։ Մեկը տրամը կբաշտե, մեկը ինչ կբաշտե, մեկը իր դուրը կբաշտե, մեկը իր ինքնաշարժը կբաշտե, մեկը չեմ գիտեր զանազան բաներ։ Եվ այդ բոլոր գրաբաշտությունները սիրելներ մեզ գբարբեն իմաստութենեն, կտադարգեն մեզ, վայ գտարցնեն եւ մեզ գարաշնորթեն մեղքի։ Ադորամար նարեգացին գսե, որ ինչպիսի ողբու գոձով ավաղեմ վայ գարտամ քեզի, որովհետև այս խոսքերը գվերապերին բոլոր անոնց, որոնք գամավոր գերբով մեղքի մեջ կենան։ Եվ վերջին քանի մոդողերը գտարկմանեմ գսեն արեգացին, որովհետև անոր օրինագեն գրնանք հասկանալ, թե զուր է մարմնավոր իմաստությամբ բարձենալը, եթե աստուծմով թադված եւ ընդրված չլադիգա։ Այս կանը նախ բացատրեմ, վերջ քանի մոդողերը գավարդեմ։ Ուրեմն սիրելներ, ամեն մարդ, ամենքս մեր աչքին դիմաց ունենանք Սողոմոնի օրինակը։ Սողոմոնը ինք որ մարդկային քերազանց իմաստությամբ լեցուներ, սակայն մոլորեցավ, սայտակեցավ։ Ուստի ընդունայն է, զուր է, նույնիսկ անիրավ է մարմնավոր իմաստությամբ հբարդանալը, բարձենալը։ Եթե մեկը իմաստություն ունի, մարմնավոր, երկրավոր իմաստություն ունի, գիտություն ունի, թող չբարձենա։ Զուր է սիրելներ մարմնավոր իմաստությամբ բարձենալը, որովհետև մարմնավոր իմաստությունը, երկրավոր իմաստությունը մարդս գործանումի առաջնորդ է։ Եթե սիրելներ մարդ աստուծմով չբարձենա, Եփեսացիներուն ամագի 2-րդ գլխի 9-րդ համարի մեջ կսվի, Արաքյալը գսե Պողոս Արաքյալ, ծեր կորձերով շահված չէ փրկությունը, որբեսի ովևէ մեկը չբարձենա։ Ովևէ մեկը չգարձե, որ սիրելներ ուրեմն եթե ինքը միտք գիտություն ունի, իմաստություն ունի, երկրավոր իմաստություն, ուրեմն պետք է բարձենա։ Մարդկային իմաստությունը գրնա մարդս գործանումի առաջնորդել, եթե աստուծմե առաջնորդված չլա։ Եթե մարդ աստուծո գամքով չգենցաղավարվի, այսին չաբրի, ապա անոր ունեցած մարդկային իմաստությունը ոչինչ է, ուստի անիրավ է մարդկային իմաստությամբ բարձենալը սիրելներ։ Ճշմարիտ իմաստությունը մեզ աստուծո առաջնորդ է։ Մեր միակ բարձանքը Աստված ինք թողլա։ Երեմիա Մարգարեն գսե 9-րդ գլխի 24-րդ համարի մեջ, որ ով որ կբարձենա, թող դիրոճմով բարձենա։ Նույնը Պողոս Արաքյալ գսե առաջին Գորընթացներուն ամագի առաջին գլխի 31-րդ համարին մեջ։ Իսկ Դավիթ Մարգարեն 111-րդ Սամոսի 10-րդ համարի մեջ գսե. Իմաստության սկզբնակայլը սկիզբը դիրոճ երգյուղն է, խելացի է ան, որ դիրոճ բադվերները գկործատրե։ Եվ գավարդեմ սիրելներ վերջին քանի մոդողերով նարեգացին գսե. այնպես որ եթե մեկը այս իմաստով դքետ ըլլա, բայց իր հույսը տնե աստուծո վրա, զերծ կմնա անոր թադաբարտելի արարքներեն։ Ինչը սերգուզեն նարեգացին։ Եթե մարդկային իմաստություն ունեցողները որքանալ անոնք բարձենան իրենց ունեցած իմաստության վրա, սակայն վերջի վերջոտ շփախտապար պիտի գործանին։ Հետևաբար, եթե մեկը աշխարհիկ չափանիշերով իմաստություն չունի, եթե աշխարհիկ չափանիշերով մարդկային գիտություն չունի եւ աշխարհի գողմե իմաստուն գարձվածներուն գողմե անիգա դքետ կհամարվի, սակայն այդ դքետ համարված մարդը եթե իր հույսը դիրոջ վրա տնե, անիգա սիրելիներ գսեն արեգացին, զերծ պիտի մնա Սողոմոնի թադաբարդելի արարքներեն։ Ավելի լավ է
երկրավոր իմաստութենեն հերու լալ, այսին երկրավոր իմաստություն չունենալ, դքետ համարվիլ այս աշխարհի մարդոց կողմէ, սակայն հույսը Աստուծո վրա տնել ու փրկվել, քան թե սիրելներ աշխարհիկ իմաստություն ունենալ եւ Սողոմոնի նման ահավոր մեղքերու մեջ ինալ։ Ան որ իր հույսը Տիրոջ վրա դրած է, ավելի իմաստուն է, նույնիսկ եթե ինք դքետ կհամարվի այս աշխարհի մարդոց կողմէ, քան թե այն մարդիկը, այս աշխարհի մարդիկը, որոնք սիրելներ իրենց հույսը, իրենց ունեցած մարդկային իմաստության վրա դրած են եւ սակայն մեղքերու մեջ ինալով գործանած են։ Ադորամար գավարտեմ այսօրվան հոգևոր այս նախաճաշը սիրելներ Սուրբ Նարեգացի Մադյամ ողբերգության աղոթագիրքի 48-րդ գլխու 3-րդ հատվածի սերդոության Բողոս Արաքյալի խոսքով առաջին Կորինթացիս 2-րդ գլուխ 14 եւ 15 համարներ գսե Բողոս Արաքյալ Աստուծո հոգին չունեցող մարդը չընդունիր Աստուծո հոգին բերած ճշմարտությունները, որովհետև անոնք հիմարություն կթվին իրեն, եւ չի կրնար զանոնք ճանչնալ, որովհետև անոնք միայն հոգիով կքննվին։ Ով որ Աստուծո հոգին չունի, չի կրնար Աստուծո իմաստությունը ճանչնալ։ Անիկա իրենց համար որպես դքիդություն կընդունի։ Իսկ գսե Արաքյալը, իսկ Աստուծո հոգին ունեցող մարդը ամեն ինչ կքննե, բայց ինք ովևէ մեկեն չի քննվիր։ Եղբայրներ եւ քույրեր, ես կնախընտրեմ աշխարհի մարդոց կողմէ գոչվիլ դքեդ իմ ունեցած Աստուծո հանդեպ հույսովս, քան թե իրենցպես մարդկային իմաստություն ունենամ, գիտություն ունենամ ու գործընծնեմ Աստուծո նկատմամբ հույսս, հավատքս եւ վերջավորության երսալ գործնեմ։ Հետևաբար, եղբայրներ եւ քույրեր, մեզի որ դքետ կգոչեն անոնք, այս աշխարհի մարդիկը իրականության մեջ ավելի իմաստուն ենք, քան իրենք, եւ Տեր Հիսուս Քրիստոս սիրելներ, տեսեք իր աղոթքի մեջ ինչ ըսավ իր հորը։ Կգարտամ Մատթեոսի ավետարանի 11-րդ գլխու 25 եւ 25-րդ համարը։ Հայր, երկնքի եւ երկրի Տեր, շնորհակալ եմ քեզի, որ իմաստուններեն եւ գիտուներեն ծածկեցիր այն, ինչ որ հայտնեցիր բարձ ու համեստ մարդոց։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, դուք ավելի իմաստուն եք, երբ Աստուծո իմաստությամբ լեցված եք, նույնիսկ եթե աշխարհին կողմէ դքետ կհամարվիք։ Ձեր հույսը Տիրոջ վրա դրեք, որովհետեւ ան որ Տիրոջ կվստահի, այդ ժամանակ Սողոմոնի եւ չար մարդոց գադարած չար արարքներեն հերու կմնա եւ Աստուծո ճամփաներու մեջ են քալելով հավիտենական կյանքին արժանի կլա։ Աստված ցես արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։